ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կցանկանար համաձայնության գալ Իրանի հետ միջուկային հարցի շուրջ։ Ես լիովին բաց եմ դրա համար, մենք խոսում ենք նրանց հետ եւ սկսում ենք գործընթացը, ասել է Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ հանդիպմանը։ Լավ կլիներ Իրանի հետ համաձայնության գալ եւ մենք կարող ենք դրան հասնել պատերազմից առաջ, բայց դա տեղի չունեցավ։ Իրանի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները։ CNN-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ ԱՄՆ-ն որոշել է չեղարկել Թրամփի հատուկ դեսպանորդի եւ Համասի առաջնորդ Խալիլ Ալ-Հայայի միջև նոյեմբերի 19-ի Ստամբուլում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Ալ-Արաբիան։ Որոշման հիմնական պատճառները Իսրայելի քննադատությունը ու ԱՄՆ վարչակազմի վրա ճնշումն են։ Իսրայելական կողմը կարծում է, որ նման հանդիպումը կարող է մեկնաբանվել որպես Համասի կարգավիճակի ճանաչում ԱՄՆ-ի կողմից, ինչը կարող է բարդացնել Իսրայելի եւ արմատական շարժման միջև հետագա անուղղակի բանակցությունները Թրամփի Գազայի իրավիճակի կարգավորման ծրագիրը իրականացնելու համար։ Գործարար Իլոն Մասկը ստանալով $1 տրիլիոն բոնուս Տեսլայի բաժնետերերից հաջորդ 10 տարիների ընթացքում տարեկան ավելի շատ կվաստակի, քան ԱՄՆ-ի բոլոր տարրական դպրոցների ուսուցիչները միասին վերցրած։ Independent-ի հաշվարկներն են։ Ալ-Նասիրի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդոն մասնակցել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բին Սալմանի պատվին տրված ընթրիքին, որը Սպիտակ տանը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռոնալդոն հացրել է սելֆի անել իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի եւ այլ հյուրերի հետ։